Swan Lake գարեջրատուն։ Այստեղ սիրում են գարեջուրը։ Նրա համար նվագում են քաղաքի ամենահետաքրքիր երաժիշտները, աշխատում է լավագույն խոհարարը, կահույքն ու միջավայրն ընտրել են ամենահեղինակավոր դիզայներները։ Swan Lake գարեջրատուն, որտեղ գարեջուրը ապրում է։ Հասցե Տերյան Սայաթնովա Խաչմերուկ, Կարապիլիչ, Ժամանցի համալիր։ Հեռախոս 096 35 10 00։ Դատարանը ղեկավարվելու Հայաստանի Հանրապետությունի եւ մենք մեր իրավունքները ունենք, Իրական իրավունք։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Բարև բոլորին, եթերում իրական իրավունք հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Այսօր կխոսենք տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին եւ հանրաքվեի հետընտրական process-ների մասին իրավական տեսանկյունից, ինչու, որովհետեւ մենք հաղորդման շրջանակներում խնդիր ունենք իրավական առումով լուսաբանելու, թե ինչ հնարավորություններ կան տեղի ունեցած խախտումների հետ կապված բողոքարկումներ ներկայացնելու եւ խնդիրը մինչև սահմանադրական դատարան հասնելու առումով։ Մենք արդեն գիտենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարվում է կայացած, այսինքն քվեարկության մասնակիցների թիվը բավարար է, որ այն համարվի կայացած եւ նաեւ այո եւ ոչի կրկին թիվը բավարար է, որպեսզի կարողանան պաշտոնապես, պաշտոնական տվյալներով եմ ես ասում, հայտարարել, որ հանրաքվեն կայացած է։ Մոտավորապես 820,000 մարդ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկել է այո սահմանադրական բարեփոխումների համար, այսինքն համաձայնություն է տվել փոփոխություններ անել սահմանադրության մեջ եւ մոտավորապես 400,000-ից ավելի մարդ ասել է, որ դեմ է։ Ըստ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների եւ նաեւ տարբեր միջազգային կառույցների դիտարկումների սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցել ընտրական խախտումներ եւ կոնկրետ իմ կարծիքով, եթե նայենք մամուլի տեղեկատվության եւ նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների առաքելության շրջանակներում բարձրացված խախտումների մասին, տեսանյութերին, դեպքերին, որոնք մանրամասն ներկայացվել են, ապա կարելի է ասել, որ խախտումները կրել են զանգվածային բնույթ։ Հետևաբար երկրորդ խնդիրն այստեղ առաջ է գալիս, թե ինչ ձևով պետք է այդ խախտումները փաստաթղթավորվեն եւ ընդհանրապես դրանք իրավական առումով քննարկման առարկա դառնան եւ հարցը բարձրացվեն համապատասխան մարմիններում։ Մենք գիտենք, որ տեղի է ունենում մի բան արդեն 20 տարուց ավելի է Հայաստանում, որ բոլոր ընտրությունները հայտարարում են, որ կեղծվել են եւ ընտրությունների հետընտրական շրջանը Հայաստանում դա ցնցումների շրջան է միշտ եղել եւ այդ շրջանում իրավական գործընթացները երբևէ արդյունք չեն տվել, որը առաջացրել է նիհիլիստական վերաբերմունք թե ընտրական process-ի նկատմամբ, թե նաեւ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք որ ընտրական process-ը մոնիտորինգի են ենթարկում եւ ընտրական process-ի արդյունքում ստացված պաշտոնական տվյալները վիճարկման առարկա են դարձնում։ Այս առումով պետք է ասեմ, որ մենք արդեն ունենք փաստ, որ երկար տարիներ գործում է մի համակարգ, որը որ ընտրական ամբողջ գործընթացը այնպիսի հունով է տանում, որ ընտրական գործընթացի շրջանակներում ընդդիմությունը չի կարողանում մեծ հաշվով վերահսկել եւ արձանագրել այն խախտումները այն փաստաթղթավորման մակարդակում, որը որ հնարավորություն կտա հետագայում նաև վիճարկել։ Մի կողմից եղել է քարոզ, որպիսի բոյկոտվի ընտրական գործընթացը, մյուս կողմից եղել է ակտիվ մասնակցության քարոզ եւ երկու ուղղությունն էլ մենք տեսնում ենք։ Անկամ մենք ունենք տեղամասեր, որտեղ եթե քվեաթերթիկը փչացնելու տրամադրություններ չլինեին, ապա ոչը այոյին կանցներ, այսինքն հարյուրավոր, հազարավոր ձայներ անվավեր են ճանաչվում այս ընթացքում, ինչու, որովհետև մարդիկ ուղղակի լուրջ չվերաբերվելով ընտրական գործընթացի նկատմամբ ինչ որ բաներ են գրում, տրոլինգի են ենթարկում քվեաթերթիկը, որի արդյունքում մենք ունենում ենք մինչև 5% եւ ավելի ընտրողների ձայների անվավեր ճանաչված տրցակներ։ Այս անգամ տարբեր տեսակի խախտումներ են արձանագրվել, լցոնումներից սկսած մինչև հավելյալ ցուցակներով քվեարկողներ, մինչև այնպիսի դեպքեր, որ
ոչի ձայները դրվել են այոյի վրա եւ ես ցանկանում եմ հենց ծանոթանալ այս հանգամանքի վրա, որ տեսեք հանակվեն ըստ էության դեմք չունեցող process է, այսինքն ոչը չունի դեմք եւ ոչի համար չկա մեկը, որ ինքը կպայքարի իր համար, այսինքն որպես տեխնացու ես սա նկատի ունեմ, ինչը բարդացնում է իրավիճակը, որովհետեւ շատ բարդ է այդ պարագայում մոտիվացված մարդիկ գտնել, որոնք որ ընտրական տեղամասերում կպահեին այդ ձայները եւ կպայքարեին այդ ձայների համար։ Ֆորմալ առումով կային բոլոր ընդդիմադիր ուժերից հիմնական տեղամասերում հանրապետության, գիտենք 1997 տեղամաս կա, բայց հիմնական տեղամասերում կային մարդիկ, ֆորմալ առումով, ասենք Ժառանգությունից, Հայ ազգային կոնգրեսից, բայց նաեւ դրա վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ կային, որ այս մարդիկ չէին պայքարում եւ իրական չէին։ Եվ այս վերջին ընտրությունների ընթացքում նաեւ մենք ունենք մի նոր ձևավորվող ընտրախախտման ինստիտուտ, որը կոչվում է կեղծ դիտորդ, կեղծ վստահված անձ, որ մարդիկ տարբեր փաստաթղթերով, այսինքն այդ կառույցների կողմից լիազորված վստահված անձի դիտորդի դերում են հանդես գալիս, որպեսզի վերջում ասեն ամեն բան նորմալ է եղել։ Այսինքն սա նույնպես խորը մտածված մի բան է, որը որ արևմուտքում, եթե մենք պատմենք մեր գործընկերներին, նրանք շոկի մեջ կընկնեն, որ ինչպես է հնարավոր նման տեխնոլոգիաներ մտածել ընտրական գործընթացները կառավարելու առումով։ Եվ ես պետք է նշեմ, որ իրավական առումով պետք է ապացուցվի իրավական մակարդակում դատական ընթացակարգերով, որ կեղծիքները այնքան մասշտաբային են, որ ամբողջ ընտրական գործընթացը ոչ թե տեղամասերի մակարդակում, այլ տեղի ունեցած ամբողջ ընտրությունը անվավեր ճանաչվի, օրինակ սահմանադրական դատանի կողմից։ Մինչդեռ ընդդիմության կողմից երբեք չի հաջողվել ներկայացնել այնպիսի փաստաթղթավորված ապացույցներ, որ նման եզրահանգման մենք հասնենք։ Եղել են միշտ ապացույցներ, եղել են միշտ դիմումներ սահմանադրական դատանում, բայց երբ որ մենք խորամուխ ենք լինում այդ դիմումի կազմման հիմքում ընկած փաստերը, այսինքն մամուլի հրապարակումների զատ շատ քիչ են այն փաստերը, որոնք որ տեղամասային ընտրական կամ հանրակրվեի հանձնաժողովներում ձևավորված կլինեին։ Դրա համար ես պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ընդդիմությունը միշտ մարդ ունենար, վստահված անձանց գոնե մակարդակով, եթե հանձնաժողովում մարդիկ չլինեն, եւ այդ մարդիկ վերջում անպայման հատուկ կարծիք գրեն, արձանագրություն կազմեն, եթե խախտումներ է եղել, որը նրանց հետագայում իրավունք կտա նաեւ վերահաշվարկի դիմումներ ներկայացնել։ Գիտեք, հիմա մի գործընթաց է սկսվել, որ վերահաշվարկի բազմաթիվ դիմումներ են ներկայացված եւ բազմաթիվ տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ ներկայացուցիչները։ Ինչքան էլ որ զարմանալի է, պատկերացրեք հաղթող ուժը, որը որ գտնում է, որ ինքը հաղթել է, հանրակրվեն անցել է, նրանք վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել այդ տեղամասերում։ Ինչու է սա արվում։ Իրավական առումով, եթե ավելի վաղ եք դուք վերահաշվարկի դիմումը ներկայացնում տարբեր տեղամասերում, ապա ըստ վիճակականության ընտրական հանձնաժողովները սկսում են վերահաշվարկի արկղերը բացել այն տեղամասերում, որտեղ որ ավելի վաղ է դիմումը ներկայացված։ Այսինքն ՀՀԿ-ի ներկայացուցիչները ավելի վաղ դիմում ներկայացնելով նրանք փակում են ճանապարհը ընդդիմության ներկայացուցիչների ներկայացած դիմումների առումով, ինչու, որովհետև ժամկետը ձայների վերահաշվարկի սահմանափակ է։ Կարելի է ձայները վերահաշվարկել ընտրության ավարտից հետո մինչև 5-րդ օրը եւ 5-րդ օրը պետք է դա ավարտվի, որքան էլ որ դիմումները քննված չլինեն, ձայները հաշվարկված չլինեն, process-ը այդ ժամանակ, եթե 5 օր անցավ, դադարում է։ Եթե նայենք, որ ամեն տեղամասում ձայների հաշվարկը մոտավորապես 3 ժամ է տևում, ապա այդ 5 օրերի ընթացքում շատ քիչ տեղամասերում է, որ հնարավոր կլինի այդ ձայները հաշվարկել։ Մինչդեռ այն տեղամասերում, որտեղ որ իշխանության ներկայացուցիչներն են բողոքներ ներկայացնում, այնտեղ որևէ խնդիր չկա եւ այնտեղի ձայները հաշվարկվում են, ուղղակի ցույց է տրվում, որ տեսեք այն դիմումներն էլ քննարկեցինք, դրա արդյունքում բացեցինք արկղերը, հաշվարկեցինք եւ ասենք ինչ, պարզվեց, որ ոչ մի բան, բայց որտեղ որ ընդդիմությունը կասկած ունի, այնտեղ դիմում է տվել, այդ դիմումները հնարավոր է անդադ ետ ընկնեն եւ այդ արկղերը այդպես էլ չբացվեն։ Դրա համար շատ կարեւոր է, որ ընդդիմությունը այս առումով պատրաստ լինի։ Ես ինչու եմ նշում, որ մոտավորապես 20 տարի մենք ունենք ձևավորված ընտրական մի համակարգ, որը շատ արդյունավետ կարելի ասել գործում է իշխանության համար եւ անընդհատ մյուս կողմը պնդում է, որ կեղծվել է։ Այսինքն մյուս կողմից մենք պետք է կարողանանք ունենալ թե քաղաքական մակարդակում քաղաքական ուժերի, թե նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ունենալ այնպիսի համակարգ, որը կկարողանա առաջինը կանխել այդ կեղծիքները եւ երկրորդը կեղծիքներից հետո անպայման այնպիսի մեթոդներ եւ մեխանիզմներ կիրառել, որ այդ բոլոր խախտումները փաստաթղթավորված լինեն, որ դրանց հիման վրա կազմված սահմանադրական դատանի դիմումը չլինի որևէ կերպ մերկ եւ այնպիսի դիմում լինի, որ
հնարավոր չլինի ուղղակի այդ դիմումը քննության առարկա չդարձնել, հնարավոր չլինի ուղղակի այդ դիմումի հիման վրա ընտրությունների կամ ընտրությունների արդյունքների մի մասը ուղղակի անվավեր ճանաչել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև թե միջազգային դիտորդները, թե նաև քաղաքացիական հասարակության մեր տարբեր մարմինները ընտրությունների արդյունքում դիտարկումներ են իրականացել եւ մեծ բազա է կուտակվում խախտումների փաստաթղթավորման առումով եւ այս դեպքը որևէ նոր բան չի հայկական քաղաքական համակարգի համար, որևէ նոր բան տեղի չի ունեցել, թեպետ հնչում են տարբեր հուսալքված կարծիքներ, որ այլևս անհնար է եւ այլն, ես պետք է ասեմ, որ նոր բան չի եղել։ Ավելին, եթե նայենք հանրակրվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքների փաստերը եւ հայտարարությունները, պետք է ասենք, որ նման կեղծիքներ երբեք չեն լինում օրինակ պարլամենտական ընտրությունների ժամանակ։ Ինչու՞, որովհետև պարլամենտական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում կան բազմաթիվ շահեր։ Եվ այնտեղ հնարավոր չէ ուղղակի միաբերան հանձնաժողովը եւ վստահված անձինք նույն բանը անեն, որովհետև տեսեք տարբեր քաղաքական ուժեր պայքարում են իրենց ձայները պահելու համար։ Եվ այս առումով չես կարող դու բոլորի հետ պայմանավորվել եւ կեղծիք կատարել այնտեղ։ Ավելի բարդ է պարլամենտական ընտրությունների ժամանակ կեղծիք կատարելը, սակայն այն փորձը, որը որ կուտակվում է այս հանրակրվեի շրջանակներում, սրանից առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների շրջանակներում մի բան է արձանագրում, որ գոնե այն տեղամասերում, որտեղ եղել է գոնե մեկ վստահված անձ կամ մեկ դիտորդ կամ ԶԼՄ ներկայացուցիչ, այդտեղ խախտումները նվազագույնի են հասցված եղել։ Եվ սա մենք կարող ենք տեղամաս ուսումնասիրության առարկա դարձնել, արդեն հայտարարություններ կան նշված մեխանիզմի հետ կապված, որտեղ որ եղել է դիտորդ, համեմատում են նույն մարզում տարբեր ընտրատարածքներ եւ շատ լուրջ տարբերություն են ձայների արձանագրվում եւ ակնհայտ է, որ տեսեք չի կարող նույն մարզում, նույն գյուղում կամ նույն քաղաքում այնպիսի իրավիճակ լինել, որ բնակչության հասարակական կարծիքը կարդինալ տարբերվի թաղամասից թաղամաս, եթե բնակչությունը ընդհանուր դժգոհ է եւ ոչ է գնում քվեարկում կամ ընդդիմադիր տեխնացուի օգտին է քվեարկում, դա բոլոր տեղամասերում մոտավորապես պլյուս-մինուս մի քանի տոկոսով պետք է նույն բանը արտացոլված լինի եւ ոչ թե միտեղ որտեղ դիտորդ կա, այնտեղ տոտալ հաղթանակ տոնի ընդդիմությունը կամ ոչ արձանագրվի, իսկ որտեղ որ դիտորդ չի եղել, այնտեղ տոտալ հաղթանակ տոնի այոն։ Նման բան չի կարող լինել եւ հենց սա խոսում է նրա մասին, որ դիտորդների եւ վստահված անձանց ԶԼՄ ներկայացուցիչների արկայությունը ճակատագրական նշանակություն է ունենում ընտրական տեղամասերում արդյունքների արձանագրման ամփոփման առումով։ Եվ մյուս կողմից նաև հնարավոր է հետևյալ տարբերակը, եթե վերահաշվարկի դիմումները շատ ճիշտ ժամանակին ներկայացված լինեն, հնարավոր է այն ձևով վերահաշվարկը գնա, որ հիմնական բացված տեղամասերում արձանագրվի, որ օրինակ լուրջ կեղծիքներ են եղել, այսինքն այոյի տրցակների վրա դրված է հարյուրավոր ոչի ձայներ, եւ նման արձանագրությունը կարող է բերել նրան, որ սահմանադրական դատարանը ստիպված լինի լրջությամբ քննարկել հանրակրվեի արդյունքները։ Ինչ է տեղի ունենում։ Հիմնականում ներկայացվում է սահմանադրական դատարան խախտումների մի ինչ-որ զանգված, որը որ եթե մենք հաշվենք ձայների կտրվածքով, կարող ենք ասել, որ անգամ այդ խախտումները չեն ազդել ընդհանուր ընտրական արդյունքների վրա։ Եվ հետեւաբար ընտրությունները կայացած են եւ արդյունքները լեգիտիմ են եւ այլն եւ այլն։ Այսինքն սահմանադրական դատարանի մոտեցումը տարեստարի նույնն է եղել։ Եվ դեպքեր են եղել անգամ այդ հատային խախտումների հետ կապված մի քանի տեղամասերում, մի քանի ընտրատարածքներում ուղղակի ընտրությունների արդյունքները ճանաչվել են անվավեր, բայց մեծ հաշվով ընդհանուր տպավորության, ընդհանուր ընտրության արդյունքի վրա դա ազդեցություն չի ունեցել։ Հիմա պատկերացնենք 822,000 այո ձայնից հայտնաբերված կեղծիքների արդյունքում հաջողվում է, չգիտեմ, 50,000 ձայնի տեղամասերի արդյունքները համարել անվավեր։ Դա ինչ է։ Դա արդյոք ազդելու է ընտրական արդյունքների վրա, հանրակրվեի արդյունքների վրա։ Եվ այս առումով պետք է անպայման դիմումում, սահմանադրական դատարան ներկայացած դիմումի մակարդակում ցույց տալ, որ տեղի ունեցած խախտումները դրանք կրել են համակարգային եւ զանգվածային բնույթ, որի արդյունքում կարող է հարց բարձրանալ, որ սահմանադրական դատարանը արդեն կանգնի հարցի առջև արդյոք համարի հաստատված հանրակրվեի արդյունքները, թե ամբողջությամբ կարողանա ճանաչել անվավեր։ Այսինքն հատային մակարդակում բարձրացված խախտումները չեն կարող ազդել ընդհանուր ընտրական process-ի վրա։ Պետք է խախտումների արձանագրումը եւ ներկայացման ձևը, փաստաթղթավորումը, ապացուցողական բազան այն ձևով ներկայացի սահմանադրական դատարան, որ սահմանադրական դատարանը չկարողանա խուսափել ասելու, որ խախտումները կարող էին ազդել
ընտրական ամբողջ գործընթացի եւ հետեւաբար անհարակվեի ամբողջ արդյունքների վրա։ Սա ինչ եմ ասում, սա նաեւ իմ փաստաբանական փորձից ելնելով եմ ասում։ Հիմա ես որևէ կերպ ներգրաված չեմ process-ների մեջ ընտրությունների հետ կապված, բայց ուղղակի իրական իրավունք հաղորդաշարը իր առաքելությունն է համարում մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ մարդու ամենահիմնարար իրավունքներից է նաև ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, իշխանություն ձևավորելու եւ ազատ կամքի արտահայտման արդյունքում ձևավորված իշխանության միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանության 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների եւ հանրակրվեների միջոցով։ Եւ ընտրությունների ազատ, թափանցիկ եւ արդարության հետ կապված մենք 20 տարի խնդրեմ ունենք մեր երկրում, որի արդյունքում անընդհատ մենք ասում ենք, որ, չգիտեմ, իշխանությունը լեգիտիմ չի, նախագահը լեգիտիմ չի, հանրակրվեն լեգիտիմ չի։ Հետեւաբար, որպեսզի դուրս գանք մենք այս ոչ լեգիտիմության ցիկլից, հա, այս քննարկումից մենք պետք է կարողանանք մեր ընտրական գործընթացներն այնպես կազմակերպել, որ նման խնդիր չառաջանա։ Եվ պետք է մենք անպայման ընտրակերտիկների համակարգին ընդդիմանանք ընտրությունների արդյունքները պահպանող համակարգով, թե քաղաքական մակարդակում, թե քաղաքացիական հասարակության մակարդակում։ Եվ որի առումով ես պետք է ասեմ, որ այս պահին քաղաքացիական հասարակությունը ավելի հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ավելի պոտենցիալ ունեն այդ արդյունքները պահպանելու եւ դիտարկելու առումով, եւ դա երևում է արդյունքներով, քան քաղաքական ուժերը։ Ինչը շատ ցավալի հանգամանք է, բայց սա մեր քաղաքական համակարգի առողջացման խնդիրներից մեկն է։ Քաղաքական համակարգի առողջացման արդյունքում մենք այս խնդիրը նույնպես կարող ենք լուծել։ Եվ պետք է ամեն բան անել, որ հաջորդ ընտրությունները, մենք գիտենք, որ 16 թվականին սպասվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ որից հետո 2017 թվականին լինելու է համապետական պարլամենտական առաջին ընտրությունները այս փոփոխված սահմանադրությունը ընդունելուց հետո, որի արդյունքում զորվելու է հենց այն ազգային ժողովը, որը լինելու է խորհրդարանական երկրի ազգային ժողովը։ Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այս բոլոր խախտումների հետ կապված հետևություններ անել, մեղավոր անձանց հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ենթարկել, բացառելու, կանխելու, պատժի անխուսափելիության սկզբունքը հրճակելու եւ ի կատարածելու առումով, որպեսզի ապագայում նման բան չլինի։ Ես ինքս որպես ազգային ժողովի падգամավոր, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, նույնպես Լուսավոր Հայաստանի անունից կարող եմ նաեւ ասել, որ մենք դատապարտում ենք բոլոր տեսակի կեղծիքները, բոլոր տեսակի ընտրախախտումները եւ գտնում ենք, որ օրենքի ամենախիստ դատապարտման ենթակա են դրանք եւ պետք է բոլոր մեղավոր անձինք մամուլում հայտարարված, հրապարակված, տարբեր դիտորդական առաքելությունների կողմից հայտնաբերված խախտումները մանրամասն քննության առարկա դառնան եւ պատասխանատու անձինք անպայման պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Եթե ասվում է, որ տեղի ունեցել արչի ծառայություններ, ապա պետք է դուք ձեր արչերին դատեք, սա է, այլ տարբերակ չկա։ Եվ մյուս կողմից նաև արդեն այսօր հայտնի է, որ Եվրոմիության ներկայացուցիչը, դեսպանը եւ Միացյալ Նահանգների նաեւ դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում հարթարություններով հանդես են եկել, դատապարտելով կեղծիքները եւ կոչ են արել մանրամասն քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց, որպեսզի նաեւ մեր քաղաքացիների մոտ, ժողովրդի մոտ այն վստահությունը լինի ընտրական արդյունքների նկատմամբ եւ հանրակրվեի արդյունքների լեգիտիմության հետ կապված։ Ես չէի ցանկանա երբևէ, որ մենք շարունակենք մնալ այդ լեգիտիմության թնջուկի մեջ։ Եվ պարզ է, որ իրավական առումով լեգիտիմության հարցը բարձրանում է ընտրական տեղամասերը փակվելուց հետո, այսինքն ժամ 8-ին, եւ ավարտվում է այն պահին, երբ որ ընդդիմությունը բողոքարկում է եւ լինում է վերջնական դատական ատյանի որոշում, այսինքն սահմանադրական դատանի որոշում։ Դրանից հետո խոսալ լեգիտիմության մասին ես կարծում եմ անիմաստ է, այսինքն ամեն բան պետք է արվի այդ ընթացքում, այսինքն այսօր, հիմա երեկվանից սկսած, երբ որ արդեն բողոքները վերահաշվարկի եւ այլնի ներկայացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ նաեւ ընդդիմությունը հայտարարել է, որ դիմում է լինելու նաեւ սահմանադրական դատարան։ Հետեւաբար ներքևից պետք է գալ, պատրաստել, փաստաթղթավորել, հիմնավորել այդ ամբողջ խախտումների համակարգային բնույթը ցույց տալու համար եւ նոր
սահմանադրական դատարան դիմում ներկայացնել։ Կարծում եմ այսօր այսքանը հաղորդումը իր շրջանակներում իրավական իրավունքի պրիզմայով կշարունակի լուսաբանել process-ները, թե ինչ հնարավորություններ ունեն ընտրական իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մյուս կողմից նաև ես պետք է հույս հայտնեմ, որ սա Հայաստանի Հանրապետությունում կլինի վերջին նման ընտրությունները, որի վերաբերյալ կարող են լինել նման զանգվածային խախտումների մասին հաղորդումներ, որովհետև քաղաքական համակարգը իրապես առողջացման կարիք ունի եւ առանց այդ առողջացման մենք չենք կարող խոսել ազատ արդար ընտրությունների մասին։ Իսկ այն որ քաղաքական համակարգի առողջացման ուղղությամբ լուրջ քայլեր է արվում ընդդիմադիր հատվածում նոր քաղաքական միավորումներ ձևավորելու ձևով նաև սա արդեն կայացած փաստ է եւ սրա մասին մենք բազմիցս խոսել ենք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի եթերում իրական իրավունք հաղորդաշարներ եւ ձեզ հետ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։